Գնանք հավանոցը հավերին տենանք ձու են ածել, ձու չեն ածել, օրական 2 անգամ կերակրում եմ, ցորեն տալիս եմ, հացի մնացորդա, ճաշի մնացորդա իրանց եմ տալի, չգիտեմ, մի օր ածում են, մի օր չեն ածում։ Սրտահան են անում Հա, ձեզ։ սրտահան են անում ավել բոհազ են։ Տիպ, 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 տիպ։ Ջու։ Կերեք, որ ձուացեք։ Կերեք։ Այդայի առավոտը սկսվում է հավերի հետ բանակցություններով։ Այս վերջերս նրանց հետ լեզու գտնելը մի քիչ դժվարացել է, որովհետև ձվակտրվել են, բեմուրազները կերն ուտում, բայց ձու ածել չեն սիրում, սրտահան են անում։ Հակառակի պես էլ զատիկը առջևում է։ Բայց 80-ամյա այս կնոջ համար սա ոչ թե հոգս է, այլ կյանքի բնական ռիթմ, որն իրեն ամեն առավոտ ստիպում է ոտքի կանգնել, ապրել ու ոտքի վրա կանգուն մնալ։ Դե այլ կերպ ապրելու ձև ու միջոց չգիտի էլ։ Գյուղում ասում են Այդայի բանն ու գործը չի հատնում։ Տեսքին ու կրկիտությանն էլ որ նայես հետ չես ասի, որ 80 տարեկան է, որովհետև ինքը գյուղին ու հողին է կյանք տալիս, հողն էլ իրեն։ Հլա տենանք այս հավերն այսօր քանի հատ ձու են ածել։ Մի օր ածում են, մի օր չեն ածում, այսօր չածել օրնա, մի հատ են ածել մենակ։ Ահա, այս մի հատ ձուն են ածել, 3-4 հատ են ածել, այսօր էլ մի հատ են ածել։ Գնում ենք տուն, հավերն ինչքան ձու են ածել, ես էլ վրին ավելացնում եմ, ձված եղանեմ, ուտեք, համ կոֆե, համ էլ ձված եղանեմ ես հավերի ածած ձուն, կանանչիով, բանով, համեմով, պետրուշկով, սամիթով, հա, եկեք, գնացինք տուն։ Այդայի տուն ոտք դրեցիր, պիտի ուտես, հյուրասիրվես, դա նրա չգրված օրենքներից է։ Այստեղ արջիսում ու հատկապես իր տանը չեմ ուզումը չի անցնում։ Սա իր մորից ու տատից մնացած սովորություն է։ Հյուրին առանց հյուրասիրելու չճանապարհել։ Ու կապ չունի, հարազատ ես, թե առաջին անգամ ես դուռը բացում։ Այդայի ձվածեղն ու անմիջականությունը այս տան այցեքարտն են։ Հենց ինչու գունե թավան դրեց կրակին ու կանաչու բույրը տարածվեց, հասկանում ես, որ այս տանը ոչ միայն հողն է շնչում, այլ մարդկային ջերմությունը։ Տնական սեփական ձեռով ցանած, աճեցրած, մեր դրսիցը քաղած, կանանչիով, երևի սենց ձվածեղ ոչ թե հաց կլինք, ոչ է կերած կլինք, անարատ հավերի ձուն։ Ինչի կամպոտ եք ուզում, ասեք բերեմ։ Տոտի քո ցանկությամբ, քո այգուց ամենահամովը։ Իմ այգու ամենալավը, էսա հիմա ես բերեմ։ Տենաս, ես ինչա դեղց, սպասի։ Հոնի կամպոտա, մեր այգու, ներքևի այգու կամպոտնա, եկեք։ Բայց սեղանը սեղան չի լինի, եթե Այդայի այգու մրգերով պատրաստած կոմպոտն էլ չլինի։ Մի պարտադիր կանգառ ունենք, սա գյուղական յուրահատուկ էքսկուրսիա է դեպի մառան։ Այսպես է նայել են մեր ռեպորտաժները, որտեղ մենք խնամքով պատմել ենք մեր տեսած մառանների պարունակությունը եւ հիմի պահանջավոր են։ Իրենց մառանն ինչով է պակաս ուրիշներից։ Հեչ էլ որ գարնան գլուխ է եւ պահուստների մեծ մասը սպառված։ Չէ որ ձմռան համար մառանում կուտակածը լիքը լցված ամենատարբեր տարողությունները, տանտիրուհու հպարտությունն է, իր աշխատասիրության ու չարչարանքի արդյունքում բացված ճակերտավոր բազարը։ Այդայի մառանում ազատ տեղ չկա, ասում է ամեն ինչ պիտի լիքը լինի, որ ինքը հանգիստ քուն առնի։ Դե գյուղում ու տարածաշրջանում սեզոնին միրգն ու բանջարեղեն է իր խոսքով շան ոտքի հետ են գնում։ Իրենք էլ սովոր են ամբողջ տարին քրտնեն, աշխատեն, էփեն-թափեն, մի խոսքով տուն լցնեն, որ հետո ոտքը ոտքին գցեն, հանգիստ ու խաղաղ կյանք ապրեն։ Բայց դե մենակ փակոսներով ուր կհասնես։ Այդայի մառանի ծանրածառ պարունակության ցուցադրումը դեռ առջևում է։ Ուրեմն գրադուզը ասեմ, 55 ես սարքում եմ, 55 սարքում եմ, հետո 5-ը իջնում է, 5-ն իջնում է, գալիս է 50-ի վրա կանգնում, դարդեն նորմա է, 50-ը նորմա է։ Իմ քաշածողին օխվում ասում է, այս ինչ լավ արաղա, այս ինչ լավ արաղա, այս ինչ լավ օղ է։ Գյուղում ապրում ենք, դե միրգա, ամեն ինչը ունենք, պիտի չկորցնենք, արաղը քաշենք, հավաքենք, որ չանենք չենք էլ ունենալ։ Գյուղի տունը պետքա լիքն լի, ամեն ինչը տեղին, որ սարքում ես, քաշում ես, թե օղինա, թե մի ուրիշ այս փագած բաներնա, պետք է անպայման ունենաս, անես, առանց դրան չի լի։ Էսա համի հաց դնենք, ձվածեղը սառում է, էսա ամեկիդ
մի թասել կխմեք, հետո կտենաք, թե ինչա, ոնց է։ Այդ այ քաշած արա, ով խմել է, շատ գոհ շնորհակալ գնացել է մեզանից։ Մի կերպ համոզում ենք, որ մենք խմելուց շատ հեռու ենք, հետո էլ աշխատանքի մեջ ենք, եթե խմենք, ով պիտի մեր գործը շարունակի։ Մի խոսքով օղու կողքով զգուշավորությամբ անցում ենք կատարում, հերթը նրա բացված սեղանինն է, որտեղ ամեն ինչ իր ձեռքի գլուխգործոցներն են, որից հրաժարվելը մի տեսակ մեղք կլինի, հետո նաև վիրավորանք տան տիկնոջ նկատմամբ։ Այս տան պատերի ներսում ուրիշ օրենքներ են գործում։ Այդան հարց գալու առաջին օրվանից է սովորել։ Դուռը պիտի բաց լինի, սեղանն էլ միշտ առատ։ Ամուսինն էլ է ճիշտ այդպիսին եղել, ցավոք կյանքից շուտ է հեռացել։ Ես որ եկել եմ այս տուն, մեր տան իմ երեխաքը այդ ձևի են բաներ, իրանց շրջապատը շատ այլ են, մեր տանը միշտ ուտոց, խմոց, եկել են, կերել են, խմել են, ես սովոր եմ ամեն օր սեղան գցեմ, ու դա շատ լավ բան է, շատ մարդու են հոգին հանգստացնում է, որ մարդիկ գալիս են, ուտում են, կուտանը խմում են, վերջը շփվում են, գնում են, գալիս են, դա շատ մեծ լավ բան է, հա։ Ես սովոր եմ, իմ ամուսինն էլ է տենց եղել, իմ տղերքն են այդ ձևի, իրանց շրջապատով միշտ եկել են, մեր տանը կերել, խմել, ուտոց խմոց այլել։ Այն գնացող, ոնց ասեմ, այն ծտերին էլ պետքա ես կանչեմ, գան, ուտեն, խմեն, մի բան վերցնեն գնան։ Մեր տունը այդ ձևի է։ Այս սեղանն ու հյուրասիրությունը, որ տեսանք, իրականում միայն ուտելիքի մասին չեն։ Սրա հիմքում շատ խորը արմատներ կան ու ցավոք նաև հայի բախտի այն դառնությունը, որ ժամանակին ոչ մի գյուղի ու քաղաքի կողքով անտարբեր չի անցել ու շատ դռներ է ծեծել։ Այդայի տանը հիմա սպասումն ավելի շատ է, քան մարդիկ։ Տունը շեն պահող 3 երեխաներից 2-ը վաղուց հեռուներում են իրենց բախտը որոնել։ Մի տղան էլ աշխատանքի բերումով հաճախ է նույն ճանապարհով գնում գալիս։ Մի խոսքով հիմա տանտիկնոջ կարոտներն ու սպասումները հեռուներում են, բայց հենց այդ հեռուներից եկող զանգ ու վերադարձի լուրերն են, որ նրա տունը շեն են պահում, Այդայի օրն էլ տոն դարձնում։ Թորներս, որ գալիս են, տունը լցվում է, ամեն օր ուտոց խմոց, ամեն օր ծափուցի ծաղ, բա թորները այնքան քաղցր բան են, որ դրանք մի ուրիշ է, էլի։ Այսինքն փագում եմ, գալիս են, ով ինչ ուզում է, հանում է, ուտում է, ուր էլ ուզում է գնան, էլի իրանց վաթանը, իրանց տունը տեղը, իրանց սեփականը կա։ Չնայած ընդեղ էլ լավ տներ ունին, լավ աշխատանք ունին, աշխատում են, արարում են, ստեղծում են։ Բայց ի վերջո հայի բախտը հա, պիտի հետ գա իր վաթանը։ Ու ուզում է գնան, վաթանից լավ տեղ չկա։ Բոլորին ցանկանում եմ առողջ լինեն, որ գնացել են, ճիշտ է, տուն, տեղ ստեղծել են, ամեն ինչ ստեղծել են, բայց վաթանը ուրիշ է։ Թող հետ գան իրանց վաթանումը, իրանց տանը, իրանց հայրենիքումը։ Բայց նրա կարոտը ոչ թե տխրելու, ձեռքերը ծալած սպասելու, այլ աշխատելու առիթ է։ Ինքն իրեն խոստացել է մինչև երեխաներն ու թոռները գան, այգին պիտի պլպլան լինի, ծառերն էլ խնամված։ 80 տարեկան է, բայց էներգիան 1000 ջահելից ավել։ Հենց գետինը կանաչին տվեց, Այդան տանը նստող չի։ Բահն ու մկրատը վերցրած արդեն տնամերձում է կամ էլ դեպետին հարող իր մեծ այգում։ Այդքան ասում են երեխաները, որ իրենց չարչարի, բայց ոչ հնար կա, ոչ էլ լսող կա։ Դեռ ավելին մատով ցույց տվովի պտղատու այգի ունի, ոտքի ու ձեռքի ճարպկության հետ էլ եկող չունի։ Սեզոնին էլ եթե բնությունը թողնում է, լավ բերք է ստանում։ N6 մայրուղու վրա իրենց ստեղծած շուկայում էլ իրացնում։ Մի խոսքով Այդայի համար կյանքը անդադար շարժում է։ Եկեք գնանք մի քիչ բահը տամ ձեզ փորեցեք, ցանեցեք, փորեցեք։ Այս էլ կփորեմ, դուք էլ կփորեք։ Սաղս էլ կփորենք։ Գյուղի գործերը սկսվել է։ Հա, գյուղի գործերը սկսվել է, վարուցանքը սկսվել է։ Մարդիկ գնում են գործանում, մաքրում, կտրում, ծառերը էտում, փչում, հիմիկվա գործը էտա։ Դեղում են ծառել ունենք, ամեն, նենց բան չեմ ցանում, չեմ ցանում, ուղղակի ծառեր են։ Դեղցա, թուզա, հոնա, խնձորա, ես իմ էլ տես տարբեր տեսակի ծառեր։ Դուք եք հիմնականում։ Հիմնականում ես գնացել եմ մաքրել, լրիվ, փոթխով քաշել, մաքրել, վառել, ծառի էտած ավելորդ շևերը հավաքել, վառել, մի խոսքով էլ գործ չկա անելու։
Արջիստում հողի լեզուն բոլորը գիտեն։ Գյուղը տարածաշրջանում հայտնի էր պտղատու այգիներով, թեև մշակվող հողերն ու այգիները բնակելի տներից հեռու են դեպետի ափամերձ գոտում, բայց դա գյուղացու համար երբեք խոչընդոտ չի հանդիսացել։ Այդան էլ բացառություն չէ, ասում է, դեպետի ափին այգի ունենալը թե բարիք է, թե մեծ փորձություն։ Դեռևս մեր հիշողության մեջ թարմ է, երբ գետը գժվեց ու տարավ իր շուրջը գտնվող ամեն ինչ, այդ թվում նաև գյուղացու ամբողջ չարչարանքը։ Մի խոսքով անվերջ պայքար ու էլի պայքար։ Այս տարիների ընթացքում մի կերպ վերականգնվել, ասել է, թե մեջքները ուղղել են, անշնչացած ծառերին կենդանություն տվել, բայց գարնանային այս վարարումներից էլի անհանգստացած են։ Դե աչքը տեսածից է վախենում ու էլի սիրտները պահած քնում ու զարթնում են։ Հիմա դեպետը մի քիչ ունից ավելա դուրս եկել, իրգունը հերոստացույցն էլ ասավ, որ վտանգավոր է, էլի շատ մեկ գնալ։ Ես քանի օր չեմ գնում։ Թե Աստված չանե մտամ մեջը, այն տարվա նման, Վաբշե էլ դենը չենք կարա գնանք։ Շատ ծառեր ունեինք, խնձորի լավ ծառեր ունեինք, սա կոտրել էր, քոքից հանել էր, շատ վնաս էր տվել, շատ ահավոր։ Աստված ենք անում, որ այս անգամ գոնե մի քիչ մոտ չգա էլի։ Տևական անձրևներն ու գետի մակարդակի բարձրացումը Այդային ստիպել են իր խոսքով տանը տիտիկ անել, մի քանի օրով հետաձգել այգու գործերը։ Քանի դեռ գետափին աշխատելը վտանգավոր է, որոշել է ժամանակ չկորցնել ու տնամերձ հողին շունչ տալ։ Այստեղ էլ ամեն միթիս հողը հաշվարկված է, կարտոֆիլն արդեն հողին պահտված է, հերթը լոբունն է։ Ու հարցը միայն խանութից քիչ օգտվելը չէ, 80-ամյա կնոջ համար պարապությունը հիվանդության պես մի բան է։ Հիմա հողը որ խոնավ է, փորելը մի քիչ հեշտ է։ Խոնավ հողը հեշտ է փորվում էլի, իսկ չոր ժամանակը չէ։ Տատիկ, ստեղ ինչ եք ցանելու։ Այստեղ այսքան կարտոշկա եմ ցանել, հետո այսքան փորածը որ ավելացավ, էսել երևի մի բան լոբի, մի բան կգցեմ էլի։ Հողն ունիս, ջուրը կա, պետք է կանանչին էլ ցանես, ամեն ինչն էլ, կարտոշկեն էլ, լոբին էլ, ամեն ինչ որ պետք է տանը օգտագործելու, մի քիչ խանութ գնանք էլի, որպեսզի մենք մեր արածից օգտվենք։ Կարիքն է ստիպում ցավ տալու։ Հետո ես պարապ չեմ կարա մնա։ Ես պարապ ասեմ, տանը նստեմ, պարապ մնամ, անգործ, տան գործն անեմ ու պարապ նստեմ, չէ, դիմը չի։ Դե գնամ, իմ տղեն էլ է խոսում, ասում է, ուր ես գնում, ինչ կա որ գնում, ես մի գնա, տանը նստեմ, բայց ես չեմ կարա տանը պարապ նստեմ։ Գարուն գալիս է ուզում ենք սիրտներս բացվում է, ուզում ենք միտեղ փորենք, միտեղ ցանենք, միտեղ վերցնենք, մի բան անենք, էլի, պարապ նստելով շատ չի լավելու։ Պարապ նստելը մեզ համար չի։ Չէ, չլինելու բան չի, Այդան թոշակառուի կյանքով ապրողը չի, քանի դեռ պտղունց անում է, դեռ կբանի։ Գյուղում ասում են Այդայի ծունկը հետ չի կտրում, այսինքն ծանր աշխատանքից չի հոգնում։ Հետո ոնց կարելի է գյուղում ապրել ու հող չմշակել, ոնց կարելի է լոբուն, կարտոֆիլին ու կանաչուն փող տալ ու խանութից առնել։ Չէ, սրանք իմ զրուցակցի համար հրեշավոր բաներ են։ Նրա հաշվարկը պարզ է, ինչքան շատ քրտինք թափի հողի վրա, այնքան քիչ ստիպված կլինի հույսը դնել խանութի ու պետության տվածի վրա։ Այնպես չի, որ թոշակը հերիք չի անում, բայց նախընտրում է հույսը դնել իր ստեղծածի վրա։ Թոշակը 42,000 դրամ էր, հիմա Նիկոլը որ ավելացրել է, դարել է 52։ Դժգոհելու ինչ կա։ Դժգոհելու ոչ մի բան էլ չկա։ Ամեն ինչը ղեկավարը իր գործն անում, մենք էլ մեր գործն ենք անում։ Տեղցի արարի ապրի։ Մի գնա ուրիշից խնդրե, մի գնա ամեն րոպե խանութում նիսի արա, կյանքում ոչ նիսի արածեմ, ոչ էլ կանեմ։ Չեմ արած ես նիսիա բառը, այդ բառը ես չեմ սիրում։ Ապառիկ չի արել ու չի էլ անի, որովհետև ինքը հողի հետ լեզու գտնելու գաղտնիքը գիտի։ Այդայի համար ուրիշից կախված չլինելու ամենակարճ ճանապարհը հենց սա է։ Եթե ձեռքերդ դեռ աշխատում են, ուրեմն ոչ մեկի առաջ դրանք դեմանելու կարիք չես ունենա։ 80-ամյա այս կինն ամեն օր ապացուցում է, գյուղում ապրողն ու հող մշակողը երբեք սոված չի մնա։ Այստեղ անգամ ամենօրյա ճաշի ու տանտիրուհիների ամենադժվար հարցի պատասխանն է հեշտ լուծվում։ Առանց խանութ գնալու ու առանց ավելորդ ծախսերի։ Պարզապես պետք է դուրս գալ տնից ու տեսնել, թե ինչ է բնությունն այսօր հաստրել, պատրաստել քո համար։ Այս հիմա այն ժամանակն է, որ այգումը հիմա բալբեն էլ կա, բանջարն էլ կա, ամեն կանանչին էլ են բնականը դուրս է եկել։ Այնա ինչ է փենք այսօր, բալբա կամ բանջար։ Հա, հիմա այդ ամեն ինչիցն էլ շատ լավն է։ Հա, դրանն է։ Քու դռնից
քաղես, անարատ, մաքուր, տանից ճաստար պատրաստես։ Անենց էլ համովալում հավեր ձունածում են, մենք էլ էտա տան մենք էփում, ամեն ինչը տեղին անում ենք։ Պարբեն պատարով կերած ես, որ քիչ ջրով սարքում են, ձուն բոլբոլ լցնում են մեջը, շատ լավն ալում, շատ համովալում։ Այս անարատ մեր դրան բալբենա։ Հենց այսպես բնության տվածով, բնության բարիքով ու բնության հետ ներդաշնակ, գոհ է ու շնորհակալ ամեն տվածի ու չտվածի համար, ամեն բացվող նոր օրվա համար։ Ու մինչ աշխարհը քննարկում է թոշակների չափն ու գների բարձրացումը, 80-ամյա այս կինը գիտի այդ գրոշներով հարցեր չի լուծվելու։ Դրա փոխարեն բահն ու մկրատը վերցրած ամեն առավոտ գծում է իր սեփական ինքնաբավության սահմանները։ Արջիսում կյանքն այսօր հենց այսպիսին է, տեպետի պես անհանգիստ, բայց այդայի պես համառ ու երբեք չհանձնվող։ Հարգելի հետևորդ, եթե դեռ բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել ու ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար, Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը, անհայտ մանրամասներ, Արտաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան, Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու Չեզոք գոտի, Թիֆլիս Սանահին երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Զայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիս ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։